Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր-Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգվեց։ Որոշումը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը։ Մկրտիչ սրբազանի եւ դիվանապետ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Գարեգին Քահանա Արսենյանի գործով առաջին դատական նիստը մեկնարկեց Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատարանի բակում հավաքված էին հոգևորականներ, սրբազանի աջակիցները, որոնց մեծ մասը չկարողացավ մուտք գործել դատարանի դահլիճ։ Փաստաբանները խնդրեցին հաջորդ նիստին տրամադրել ավելի մեծ սրահ, հաշվի առնելով սրբազան հոր աջակիցների թիվն ու գործի հնչեղությունը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել եւ բերման ենթարկել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Սրբազանից բացի բերման էին ենթարկվել նաեւ Արագածոտնի թեմի 12 քահանաներ եւ առաջնորդարանի աշխատակիցներ։ Սրբազան հոր նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել քրեական օրենսգրքի 2 հոդվածներով։ Նրան մեղադրում են, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոչընդոտել է ընտրական իրավունքը եւ հարկադրել է մասնակցել հավաքներին։ Առաջնորդը չի ընդունում մեղադրանքը։ Սրբազան հայրը 3 ամսից ավելի է կալանավորված է։ Տեր Գարեգինի խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով։ Նիստին որպես տուժող ներկա էին կարգալույծ քահանաներ Արամայիս Թախմազյանը եւ Ստեփան Ասատրյանը։ Քրեական վարույթը հարուցվել է հենց Ստեփան Ասատրյանի հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա։ Նրա խոսքով թեմի առաջնորդն իրեն եւ մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին եւ ընտրություններին չքվեարկել իշխող կուսակցության օգտին։ Հարցազրույցից անմիջապես հետո իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել էր գլխավոր դատախազություն, ուշադրություն հրավիրելով Ստեփան Ասատրյանի հայտարարությունների վրա։ Քննվեց ընդդատության հարցը։ Կողմերն անդրադարձան վարույթը կարճելու ու խափանման միջոցների փոփոխության հարցին։ Հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը սրբազանի կալանքը եւս 3 ամսով երկարաձգելու միջնորդություն ներկայացրեց։ Պատվարժան դատան հարկ եմ համարում արձանագրել, որ սույն փուլում եւս ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում ապահովման գործընթացին ապօրինի միջամտելու իր վրա քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունների չկատարելու հավանականությունը բարձր է։ Նման երազանքման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները։ Սույն քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, դեռևս հետազոտված չեն առանցքային նշանակություն ունեցող ապացույցները։ Գործով անցնում են անձին, ում հետ մեղադրյալը գտնվում է որոշակի փոխհարաբերությունների մեջ, մասնավորապես եկեղեցական կանոնների վրա հիմնված եւ արդեն իսկ ձևավորված կան հարաբերությունները, այն եկեղեցական կանոնակարգով հաստատված վերադաս հոգեվորական։ Իմ գնահատմամբ լուրջ չէ մտածել, որ ուժողների վրա սրբազանը կարող է ազդեցություն ունենալ։ Ինչպիսի ուժողների, ովքեր հանրահայտ հաստ են, վայելում են երկրի քաղաքական բարձրագույն իշխանության հովանավորությունը։ Մեդիա դաշտում հարցազրույցներ են տալիս, իրենց դիրքորոշումներն անկաշկանդ հայտնում են։ Նույնիսկ կարգալույց լինելուց հետո շարունակում են հակաեկեղեցական վարք դրսևորել, ու հանկարծ մենք ասում ենք, այս մարդուն սրբազանին կալանավորել, որ հանկարծ չազդի ուժողի վրա։ Իսկապես, ես կխնդրեմ լրացուցիչ ուժողները դիրքորոշում հայտնեն։ Դուք մտածում եք, որ կարող է փոխել ձեր ցուցմունքները, կարող է ազդի ձեր վրա սրբազանը։ Ես նաև չարաշահման կոնտեքստում դատարանի ներկայացնեմ երկու բան։ Դեռևս հոկտեմբերի 24-ից ու նոյեմբերի 10-ից ուժողների նկատմամբ կիրառված է հատուկ պաշտպանության միջոց։ Իրենց ընտանիքի անդամների ուղեկցում եւ այլն եւ այլն։ Իմ գնահատմամբ մենք տրամաբանական հակասության մեջ ենք։ Պետությունը կիրառել է պաշտպանության միջոց, այսինքն ծախս անում բյուջեից, ոստիկանները տրամադրել, որ հսկեն այս մարդկանց։ Հետո ասում ենք սրբազանին կալանավոր եք, որ հանկարծ սրբազանը չազդի։ Այսինքն այս պաշտպանության միջոցներն ինչին համար են, ունում են պետք։ Այսինքն մենք ունենք լրացուցիչ երաշխիքներ, որոնցով հարգարժան մեղադրողը, որ մտահոգություն հայտնի, որ հանկարծ ուժողների վրա կարող է ազդեցություն լինի, պետությունն են գլխից պաշտպանել է։ Եվ այս միջնորդությունները նախաքննական, այս որոշումները նախաքննական կալանքների քննության ժամանակ չեն էլ ներկայացրել դատարան, այն ինչ պարտավոր էին ներկայացնել։ Սա կորզելու հաջորդ դրսևորում։ Հիմա ինչ վիճակ ունենք։
ունենք ընդհանրապես հարցաքննության ենթակա 2 դժոխ, որոնց պետությունն ամբողջ ուժով պաշտպանում է։ Պաշտպանական միջոց է կիրառված, ուրիշ վկա չկա, բայց ասում են խոչընդոտ, ել խոչընդոտելը ո՞նց մի դրսևորում։ Նույնիսկ տեսական հնարավորություն խոչընդոտելու դրսևորում մենք այսօր չունենք։ Ում վրա պետք է խոչընդոտի։ Վերացական կարելի է, չէ՞, ասել, sense գործողությունների ինչ ասած բարձր հավանականություն որ խոչընդոտի։ Ինչի՞։ Եկեք հերթով անդրադառնանք։ Իմ գործընկերը շատ հստակ անդրադարձավ, բայց դեռևս այդ ուժողներին թողնենք։ Այն որ տեսանյութեր կա, որոնք որ դատանում պետք է այդ տեսանյութը բոլորը միասին զննենք նայենք։ Դրանք ինչով է խոչընդոտի։ Գողանալու է կրիչը, դատարանի ձեռքից վերցնելու, ինչ անելու, որ չկարողանանք դատանում դա հետազոտել։ Ակնհայտ է, բան չկա։ Դժողների մասով։ Մենակ այն փաստարկը, որ նրանց նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառված, դուք պետք է տեսնեք առերեսումների ինչ շքախմբով են գալիս։ Ոստիկանական այն խումբը, որ իրենց է ուղեկցում, նույնիսկ իրենց գործընկերներին թույլ չեն տալիս մոտենան դժողներին, ուր մնաց, ասենք սրբազանը հայտնվող ազատության մեջ փորձի ինչ-որ ձև խոչընդոտի։ Հիմա այս հարցի մասին մեղադրող ինչ-որ բան ասելու է, թե չէ։ Օրինակ ասելու է, որ գիտեք ինչ կա, չնայած որ պաշտպանության միջոցը կիրառված է, բայց մեկը մենք չենք կարողանում պաշտպանել։ Մենք այդ հնարավորությունը պետությունը չունի, չի կարող պաշտպանի, կարող է խոչընդոտումներ լինի եւ այլն։ Իսկ գուցե եղանակը ասեն ոնց պետք է խոչընդոտի։ Պաշտպանները միջնորդեցին ազատ արձակել սրբազանին կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց, հիշեցնելով, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին դատական սխալ էր արձանագրել եւ հնարավոր էր համարել այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը։ Մկրտիչ սրբազանին արգելված էին տեսակցությունները բացառությամբ մոր։ Այդ սահմանափակումը վերացվեց։ Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Քահանա Արսենյանը, որին մեղադրում են մկրտիչ սրբազանին օժանդակելու մեջ, կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Դատարանը որոշեց բավարարել քահանայի փաստաբանների միջնորդությունը եւ թույլ տվեց կիրակնօրյա պատարակներին մասնակցել բնակության վայրի Արմավիրի թեմի եկեղեցիներում։ Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 20-ին ժամը 14:30-ին։ Նիստը դռնբաց է։ Անուշ Արաքելյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։